Մարիա սերիալը մոտենում է իր եզրագծին և հանդիսատեսը սպասում է այնպիսի ավարտի, որը կպատասխանի ամիսներ շարունակ կուտակված հարցերին, զգացմունքներին ու հույզերին։ Պատմության հերոսուհու Մարիայի կյանքի շուրջ հյուսված դրաման հանգուցալուծման եզրին է։ Եվ ամեն պահի կարող է տեղի ունենալ անսպասելին։ Մարիան, ով սերիալի ողջ ընթացքում պայքարել է իր արժանապատվության, սիրո ու արդարության համար, այժմ կանգնած է իր կյանքի ամենաբարդ ու վճռորոշ կետում։ Դավիթն, ում հետ Մարիան կարծես թե վերջապես գտել էր խաղաղություն ու սեր, գտնվում է բանտում Սոֆյայի կեղծ ցուցմունքների արդյունքում։ Իսկ Ռաֆը, որն այդ ամենի սառը ծրագրողն ու գործադրողն է, շարունակում է խարխլել բոլորի կյանքը, լցված վախով, բռնությամբ ու մանիպուլյացիաներով։ Եվ ահա մի ճակատագրական քայլ Մարիան գնում է Սոֆյայի մոտ։ Այս հանդիպումը կարող է դառնալ ոչ միայն երկու կանանց հոգևոր բախման վայր, այլև ամբողջ պատմության շրջադարձային կետը։ Մարիան հավանաբար պատրաստվում է բացահայտել այն սարսափելի ճշմարտությունները, որոնք թաքնված են եղել ամբողջ այս ընթացքում, բայց ինչ է սպասվում այս զրույցից հետո, հենց այստեղ է կուտակվում հեռուստադիտողի ողջ լարված սպասումը։ Բնականաբար Սոֆյան հանդիպման չի եկել, այլ հանդիպում պահանջել է հենց Ռաֆը։ Ուղղակի Ռաֆը շատ լավ հասկանում էր, որ եթե ինքը կանչեր, Մարիան երբեք չէր համաձայնվի հանդիպել։ Սոֆյան օգնում է, որպեսզի Ռաֆը հասնի իր ծրագրերին։ Ամբողջ սերիալի ընթացքում Սոֆյան հանդես եկավ որպես հակահերոս, երբեմն գործիք Ռաֆի ձեռքերում, բայց արդյոք սերիալը նրան հնարավորություն կտա փոխել իր դերը, դառնալով այն մեկը, ով վերջապես կկտրի բռնության այս չար շղթան։ Բնականաբար ոչ։ Հենց այդ հողի վրա էլ պտտվում են վերջին տեսարանների ամենաինտրիգային վարկածները։ Օֆան հայտնվելով բոլորի զգացմունքները խառնեց իրար։ Ռուբենը սիրում էր Օֆային ու ցանկանում նրա կողքին լինել, բայց հեռուստադիտողները գտնում էին, որ ճիշտ չէ ընտանիքը քանդել։ Եվ ահա, կարծեք թե Օֆայի ներկայությունը հեռուստասերիալում փոխում է ամեն ինչ։ Հավանաբար Օֆան կկատարի իր կյանքի միակ, բայց ամենաիսկական ու վճռական քայլը՝ սպանելով Ռաֆին, քանի որ Մարիան եկել է նրա մոտ ու նա պահանջում է պատմել ողջ ճշմարտությունը, իսկ Մարիան հավանաբար պատմելու է մորը այն ճշմարտությունն, ինչ տեղի է ունեցել այդ գիշեր։ Իսկ թե ինչ քայլերի է գնալու Օֆան, պարզից էլ պարզ է։ Սա ոչ միայն դրամատիկ հանգուցալուծում կլինի, այլ խորապես խորհրդանշական։ Ռաֆի մահը կնշանակի նոր սկիզբ Մարիայի, Դավիթի, Աբուլի, Նոնայի և նույնիսկ Լիլիթի համար։ Նրանց բոլորի կյանքը ցնցվել է Ռաֆի ներկայությամբ, նրա վախեցնող ստվերը քանդել է ընտանիքներ, խլել է երջանկություն, տարածել է սարսափ ու ցասում, և հիմա վերջապես հույս կա, որ իր արդարությունը կվերականգնվի ու ստվերը կվերանա ընդմիշտ։ Սերիալի վերջն այսպիսի զարգացմամբ կդառնա միաժամանակ անսպասելի, բայց խորապես արդարացի։ Միանգամից մի քանի թեմաներ կստանան իրենց լուծումը։ Արդարության վերականգնումը և Դավիթը վերջապես կազատվի, Սոֆան կընդունի իր մեղքերը, Մարիան և Սոֆան յուրաքանչյուրն իրենց ձևով կդառնան բնականաբար հակառակորդներ, ու Մարիան կհաղթի Սոֆյային, և Սոֆյան պետք է պատասխան տա իր բոլոր արածների համար։ Մարիան ու Դավիթը կարող են նոր կյանք սկսել առանց վախի ու վտանգի։ Իհարկե, Մարիայի համար հեշտ չի լինի, քանի որ մայրն ամբողջ բեռը կվերցնի իր ուսերին ու կարդարացվի նրա ներկայությունը հեռուստասերիալում, բայց ամենակարևորն այն է, որ այս ավարտը կգրվի ոչ միայն արյունով, այլ նաև ներումով, զղջումով ու մարդու ներքին ազատագրմամբ։ Եվ սա է այն ուղերձը, որ ամենայն հավանականությամբ ցանկանում է փոխանցել սերիալի հեղինակ Ելենա Արշակյանը։ Եթե Մարիան իսկապես ավարտվի Ռաֆի վերջնական անկումով և մնացած հերոսների բարոյական հաղթանակով, ապա այն կմտնի ժամանակակից հայկական հեռուստասերիալների լավագույն շարքը որպես պատմություն, որն ունեցավ դրամատիկ, բայց խորապես արդար ավարտ։ Հեռուստադիտողն այս երկար ճանապարհին ապրեց սեր, ցավ, անհավատություն, զայրույթ ու հույս, և հենց այդ հույսով էլ բոլորը սպասում են վերջին սերիային, վստահ, որ ամեն ինչ պետք է լինի և այն, ինչ տեղի կունենա, կարդարացնի հեռուստադիտողների սպասելիքները։ Մարիայի ավարտը կլինի ոչ միայն մի պատմության փակումը, այլև նոր փուլի սկիզբ հեռուստադիտողի սրտում։ Այնպես որ չմոռանաս բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի միասին բացահայտենք ինչպես է ավարտվելու հեռուստասերիալը։
Բարի ուշ երեկո բոլորին, սովորաբար ես շատ հաճախ չեմ խոսում սերիալի մասին, Մարիա հեռուստասերիալի մասին իմ էջերում, բայց այսօր նայել եմ 154-րդ սերիան, նախ նայեք բոլորդ, это взрыв мозга, ու չգիտեմ ինչի որոշեցի, որ պետք է կարդամ կոմենտները ու ներվայնանամ ինչի համար, որովհետև մեր հայազգը ինքան չարություն ունի իր ներսում հավաքած ու կուտակած, բոլորը գրել են քեզ քիչ է, ինչ արելա լավ արել, հասնում է քեզ, ու այդ ասում է այն ազգը, որ ասում է, եթե տանը բռնություն կա, պետք է բարձրաձայնեն, որ ասեք, ձեզ քիչ է, ինչ արելա լավ արել, 10 պատիկն է պիտի աներ, հա, լուրջ, որտեղից ձեր մեջ այդքան չարություն, բացատրեք հասկանամ, ապշացեմ։ Ուրեմն ես եկել եմ Բարսելոնայի Լաբուքերիա կոչվող մարկետը, ամենահայտնի մարկետներից մեկն է, որտեղ ինչ կա, սննդի